Սա Շիրակի մարզի փոքր Մանթաշ գյուղն է։ Արթիկ քաղաքից 11 կիլոմետր արևելք Մանթաշ գետի ձախ ափին։ Արագած լեռան ստորոտին թիկնած այս բնակավայրի տարածքը լեռնատափաստանային ենթագոտում է։ Տարածքի ռելիեֆը հիմնականում լեռնային է, կտրտված ձորակների լայն ցանցով։ Այստեղ ձմեռը տևում է 6 ամիս։ Կարճատև են գարունը եւ ամառը։ Տարվա եղանակներից ամենահաճելին աշունն է իր շռայլումներով։ Ի հեճուկս բնակլիմայական պայմաններին փոքր մանթաշցիները սիրում են իրենց հորրանը եւ եթե հարկ է լինում նաեւ հպարտանում նրանով։ Փոքր մանթաշցիները խառնվածքով բարի են, հոգատար, ուշադիր ինչպես մեկը մյուսի հանդեպ, այնպես էլ հյուրերի։ Կարելի ասել փոքր մանթաշցիները հյուրամեծար մարդիկ են։ Բնակիչների նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից, Մուշից, Խնուսից, Ղարսից 1828-29 թվականներին։ Գյուղը փոքր Մանթաշ անվանումը ստացել է 1936 թվականին։ Հին անունը եղել է Արախվալի։ Մեծ քանակությամբ հայեր գաղթեցին, փախան, եկան Արևելյան Հայաստան եւ մեր մոտը հիմնականում ուրեմն բնակեցումը գնաց Գյումրի քաղաքից վերև ըստ հաշտավայրերի եւ որ բնակավայրի մարդիկ օրինակ մեր գյուղացիներ, համար գյուղացիներ, մեր նախները որ եկել են այստեղ, ավելի ուշ են եկել եւ դրա համար հասել են Արագածարի ստորոտին։ Սկզբից եկել են 3 ազգություններ՝ Հակոբյաններ, Սարգսյաններ եւ Ղազոյաններ։ Կամաց գյուղը համալրվել է ավանդազրույցների, սա եղել է Արշակ թագավորի ամառանոցը, այս բնակավայրը մեր գյուղից մինչև ներքև Սպանդայրանի տարածքը։ Փոքր Մանթաշը մինչև իր այսօրը, մինչ կայացումը շատ դժվարություններ է հաղթահարել, պատմում են գյուղի պատմության իրազեկ բնակիչները եւ սիրով մեզ են ներկայացնում պատառիկներ իրենց հասած տեղեկություններից։ Սրանց մեջ առանձնանում է Կոտոյենցի Եգորի պատմությունը, ով 1918-20 թվականներին ղեկավարել է գյուղը։ Գյուղի ռեսն է եղել։ Նրա դիվանագետ խելացի քայլերի շնորհիվ գյուղը կորուստներ չի կրել, ասում են փոքր մանթաշցիները։ Գյուղը տեսել է եւ հայրենական պատերազմ եւ աքսոր, ապրել է գոտնտեսային կյանքով, իսկ 61-ին դարձել խորհրդային տնտեսություն։ Գյուղի հիմնական զարգացումը այս շրջանից հետո է սկսվել։ Ափսոս սակայն երկրաշարժը խաթարեց նրա խաղաղ վեհաշուք ընթացքը։ Գյուղի մատուռն է, ըստ բնակիչների խոսքի Գալոյենց սուրբը։ Պատմում են, որ այս քարը բերվել է Արևմտյան Հայաստանից։ Ըստ բնակիչների մատուռը հրաշագործ հատկություններ ունի, հատկապես քարը։ Մատուռը վերականգնվել է Վլադիվոստոկում ապրող գյուղի մոտ 30 բարերար տղաների միջոցներով։ Հիմնական ներդրողներն էին Շիրազ Մաթևոսյանը, Սերոշ Թորոսյանը, Զորիկ Խաչատրյանը, նախաձեռնողը Իշխան Հակոբյանն էր։ Սա գյուղի ժամն է, կառուցվել է 1886-88 թվականներին։ Խորհրդային շրջանում պահեստ դարձած եկեղեցին վերակառուցվել է 2002-ին գյուղի բարերար Գեղամ Հակոբյանի միջոցներով։ Այժմ ընթացքի մեջ է գմբեթի կառուցումը, որի հովանավորը ֆրանսահայ բարերար Ժակ Մաթևոսյանն է։ Ներկայիս փոքր Մանթաշ գյուղում ապրում է 3050 մարդ։ Փոքր Մանթաշը սակավահող գյուղ է։ Գյուղնշանակության են հողերի 195 հեկտարը։ Այստեղ հիմնական մշակաբույսերը կարտոֆիլն է եւ գազարը։ Մշակվում է եւ հացահատիկ, ցորեն, գարի։ Գյուղում անասնապահությունը զարգացած չէ, որովհետեւ խոթարքերը քիչ են, բացի այդ քիչ են եւ արոտավայրերը, եղածներն էլ շատ են հեռու։ Ներկայությամբ մշակվում է հողերի 60%-ը։ Գյուղը ռոռոկման ջուր է ստանում Մանթաշի ջրամբարից, որը գտնվում է գյուղի տարածքում։ Այս առումով խնդիր չկա, պարզապես առուները հողային են ու ջրի կորուստը շատ է, նշում է գյուղապետը։ Մեր տնտեսային ցանցը բոլորը հողային առուներ է, որը տարիներ վերը մնդրվե դիմել ենք մեր կառավարությանը, մասպետարանին, կիսախողովակներով հասկացնեն ջուրը, որ կորուստը շատ չլինի յուղացու համար։ Մոտ 60%-ը շրարպիացումներ կատարվում, մնացած այդ առուների պատճառով հողերը չեն մշակվում։ 70 հեկտար տարածք է, ջրամբարի տարածք է,
9 միլիոն 200 խորանարդ ջուր է, որը ամբողջ Արտիգի տարածաշրջանի գյուղերը ռոկում են կատարում։ Փոքր Մանթաշը շատ հիմնարարցեր ունի, ասում է համայնքի ղեկավարը։ Առաջինը կարելի է նշել խմելու ջրի հարցը։ Վատ վիճակում է ներտնտեսային ցանցը։ Թեև որոշ հատվածներում համայնքապետարանի միջոցներով նորացումներ արվել են, բայց հարցի միակ լուծումը ողջ ցանցի նորացումն է։ Գյուղը խմելաջուր է ստացել միշտ Մանթաշի ջրամբարից։ Սակայն այժմ խորհրդային տարիներին գործող զտման կայանը չի աշխատում, այնտեղից եկող ջուրը կարելի ասել գրեթե խմելու պիտանի չէ։ Դե խորհրդային տարիների ժամանակ եղել է, փլուզումից հետո քանդված վիճակում է, որը 23 համայնք զտման կայանից օգտվում են որպես խմելու ջուր, այսօրվա դրությամբ շատ ահավոր վիճակ է։ 2012 թվականից մենք առանձնացանք հայ ջրմղկոյուղից, քանի որ չեն վերանորոգում զտման կայանը, մենք առանձնացանք, հիմա արտեզյան աղբյուրների ջուր են մեզ վերցրել, որը կապ չունի մեր Մանտաշի ջրամբարի հետ, նաև այդ ջրից օգտվում են 4 համայնք, Փոքր Մանտաշ, Մեծ Մանտաշ, Արևշատ, Գեղամիստ համայնքները, մոտ 4 կիլոմետր 60-ով է գալիս մեր համայնք, նոր մտնում է խողովակներ։ Դիմել ենք կառավարությանը, մեր մարզպետարանին ենք դիմել, շուտով գրություններ եմ նախապատրաստել մեր մարզպետին երկրի նախագահի համար, որ այդ 4 կիլոմետր դլինաժային ծրագիր կատարեն, որ 15,000 բնակիչ օգտվում են այդ ջրից 4 համայնք։ Ժիրայր Հակոբյանը Փոքր Մանթաշի համայնքապետն է 2008 թվականից։ Բացի այն, որ բավական ծրագրեր է իրականացրել գյուղում։ Օրինակ, անցկացվել է գիշերային լուսավորության ցանց կենտրոնական ճանապարհի վրա, բարեկարգվել, հարթեցվել են երկրորդական շատ փողոցներ եւ այլն։ Նաեւ նրա շնորհիվ լավացել է համայնքում բարոյահոգեբանական մթնոլորտը։ Մենք գոհ ենք նրանից, նշում են համագյուղացիները։ Գյուղը այսօր միասնական համերաշխ է դարձել։ Շատ հարցերում հարեհաս են գյուղին եւ նրա եղբայրները, ովքեր հաջողակ գործարարներ են եւ իրենց միջոցները հարկ եղած դեպքում ներդնում են գյուղում որևէ ծրագիր իրականացնելու համար։ Մեծ է Իշխան Հակոբյանի ներդրումը գյուղի գործերում, հատկապես գյուղը գազաֆիկացնելու ընթացքում։ Փոքր մանթաշցիները գնահատանքով են արտահայտվում նաեւ Ջոն Հակոբյանի մասին։ Իդեպ Ջոն Հակոբյանը գյուղի նվիրյալներից է, ու նաեւ նրա շնորհիվ է, որ Փոքր մանթաշցիները անհրաժեշտության դեպքում հանդես են գալիս համախմբում։ Այսպես օրինակ նման ձևով իրենց դրսևորեցին նախագահական վերջին ընտրություններին։ Գյուղն ունեցավ ամենաբարձր ցուցանիշը։ Գյուղի մեր տղաներից շատերն են օգնում գյուղը ոտքի հանելու համար, ասում է Ժիրայր Հակոբյանը։ Մոտ 30 բարերարներ գյուղից աշխատում են Վլադիվոստոկ քաղաքում։ Իհարկե բոլորին հնարավոր չէ իշատակել այստեղ, բայց ես կամենում եմ մի քանիսի անունը հատկանշել, ասում է նա։ Իշխան Հակոբյանը, Գեղամ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Վլադիվոստոկում ունենք, Շիրազ Մատևոսյանը, Զորիկ Խաչատրյանը, կան բարերարներ Անդրանիկ Մագայրյանը, իշտե մեր համայնքի կողքին կանգնում են։ Որոշ խնդիրներում կանգնել են ներդրումներ, ծրագրեր են իրականացվել գազի, որը գազի ծրագիրը էդի շատ մեծ ծրագիր էր ու մեր համայնքին պետք էր, քանի որ մեր համայնքը 6 ամիս ծմեր է։ Ներդրումները կատարել են իրենք, համայնքն էլ է կատարել ներդրումներ։ Գազաֆիկացումը եղել է 2010 թվականից է ծրագիրը կազմվել, 12 թվականին ավարտել են։ 3 կիլոմետր ունենք, որ ամբողջ ցանցավորումը վերջանա։ Ինչպես եւ հանրապետության մյուս գյուղական վայրերում է, փոքր մանթաշցիների ապրելու միջոցները նույնպես ստեղծվում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Գյուղից ամեն տարի գառնան կողմերը մոտ 450-ից 500 այրեր գնում են Ռուսաստան եւ այլուր։ Եթե դուրս չգան մեր բնակիչները, հողամշակությամբ չեն կարող ապրել, ասում է Ժիրայր Հակոբյանը։ Մինչ երկրաշարժյան Փոքր Մանթաշը ծաղկուն բնակավայր էր։
Երկրաշարժի հետևանքով բնակվոնդը գրեթե 90%-ով վթարային դարձավ։ Ճիշտ է, պետության կողմից որոշ փոխհատուցումներ եղան, սակայն դա այն չէր, պատմում են փոքր монտաժցիները։ Պետական միջոցներով տներ չկառուցվեցին։ Գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում բելոռուս շինարարների կողմից կառուցվեցին ընդամենը 10 բնակարաններ։ Մարդիկ ստիպված էին իրենց ուժերով վերանորոգել տները։ Երկրաշարժից անցել է 26 տարի։ Դեռևս շարունակում են գյուղի շատ տներ վթարային վիճակում մնալ։ Այժմ արդեն ներկայիս գյուղապետը դիմել է կառավարություն այս հարցով եւ սպասելիքներ կան, ասում են բնակիչները։ Երկրաշարժի կապակցությամբ թղթերը նախկին աշխատողները գյուղապետարանի չէին ներկայացրել մեր համայնքի խնդիրները, դրա համար այդ ծրագրից դուրս էր մնացել մեր համայնքը 2008 թվականին ես ընտրվեցի, դիմեցի մասպետարանին, մեզ պատասխանին, որ անօտևանների վտարային շենքերի ծրագրերից դուրս էին մնացել մեր համայնքը։ Հիմա ես ներկայացրել եմ 2008 թվականից այսօր ներկայացրել ենք մոտ 20 ընտանիքներ, որը հիմա այս պահին տներ կան, որ вообще քանդված են, դոմիկներում են ապրում։ Մարդիկ հետո վտարային տներ կա, որ ի վիճակի չէ ապրելը մեջը, 4-րդ կարգի վտարային շենքեր են։ Տարի ու կես առաջ 4-րդ աստիճանի վթարային են դարձել գյուղի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Ժորա Մկրտչյանի առանձնատունը եւ եւս 6 տներ։ Թե դա ինչի հետևանք է, դեռևս չի պարզված։ Պարզապես արտակարգ իրավիճակների վարչության եզրակացության հիման վրա առաջարկվել է տեղանքում երկրաբանական հետազոտություն կատարել։ Տարի ու կես է տարբեր կազմակերպությունների են դիմել, նամակներ, դիմումներ են գրել, բայց եւ ոչ մի պատասխան չի եղել։ Անգամ չեն եկել տեսնելու, արդյոք ճիշտ է թե ոչ, զայրացած ասում է Ժորը։ Քար անտարբերություն։ Թերևս մարդկանց արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառներից մեկն էլ հենց այդ անտարբերությունն է, նշում են։ Պատերը նստվածք են տվել, ճաքեր են առաջացել, վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվել է Շիրակի մարզպետարան քաղաքաշինության վարչություն։ Քաղաքաշինության վարչությունը ուղարկել է Հանրապետության քաղաքաշինության վարչություն քննարկման հարցին վերջնական ընթաց կամ որևէ ծրագիր նախաձեռնելու կամ ծրագիր առաջ քաշելու նպատակով, սակայն 7-8 ամիս անցել է այդ ժամանակահատվածից, սակայն ոչ մի պատասխան Երագոպյանին կամ վտարային կարգավիճակ ունեցող որևէ բնակիչ, որևէ բանավոր կամ գրավոր թուղթ չի ստացել, թե ինչ են ձեռնարկում, ինչ է մտածում մեր քաղաքաշինության նախարարությունը։ 4-րդ աստիճանի վթարային է այսօր նաև գյուղի մանկապարտեզի շենքը, որտեղ ներկա պահին տեղավորված է գյուղապետարանը, բուժկետը, մշակույթի տունը, արվեստի դպրոցը։ Մենք այս հարցով դիմել ենք համապատասխան գերատեսչություններ, ասում է Ժիրայր Հակոբյանը։ Խոստումներ կան։ Եթե համայնքում կառուցվի համայնքային կենտրոն, բավական հարցեր կարգավորվեն։ Այդտեղ կտեղափոխվեն մանկապարտեզի շենքում գտնվող բոլոր կառույցները։ Տարեցների համար կստեղծվեն ժամանցի սենյակներ նաև։ Իսկ մանկապարտեզը կսկսի լիարժեքորեն գործել։ Մանկապարտեզի շենքում դարձյալ ոչ այնքան բավարար պայմանների առկայությամբ է գործում գյուղի արվեստի դպրոցը։ Նախկինում այն հանդիսացել է երաժշտական դպրոց։ Այստեղ գործում են դաշնամուրի ու դուդուկի բաժիններ, կա եւ երգչախումբ։ Որ դպրոցը շարունակում է իր գործունեությունը, սա շնորհիվ ներկայիս գյուղապետի է, ասում է արվեստի դպրոցի տնօրեն։ Շենքի այն հատվածը, որտեղ մանկապարտեզն է տեղավորված, փոխված են պատուհանները եւ տանիքը։ Փոքր Մանթաշի մանկապարտեզը ժամանակին սաների 4 խումբ է ունեցել։ Այսօր սաները 80 են։ Մոտ 60-70 դիմում էլ կան։ Ծնողները կամենում են իրենց երեխաներին այստեղ ընդունել տալ, սակայն հնարավորություններ չկան ընդունել, ասում է համայնքապետը։ Մանկապարտեզը թեև բավարար պայմաններ չունի, ներքին հարդարման անհրաժեշտություն կա, այնուամենայնիվ երեխաներն այստեղ սիրով են հաճախում։ Գյուղի դպրոցն է։ Այն կոչվում է Փոքր Մանթաշի ծնունդ, երգիչ, երգահան, ազատամարտի մասնակից, այժմ հանգուցյալ Հենրիկ Սուքիասյանի անունով։
Փոքր Մանթաշի աշակերտների թիվը ամենաշատը 1980-ականներին է եղել։ 520 աշակերտ։ Այսօր այդ թիվը նվազել հասել է 325-ի։ Ընդ որում պետք է ասել, որ աշակերտների անգամ այս թվականակով տարածաշրջանում Փոքր Մանթաշը 3-րդ տեղում է։ Ամեն տարի շրջանավարտների կեսը գրեթե ընդուվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այսօր գյուղի բնակչության մոտ կեսը բարձրագույն կրթություն ունի, ասում են ուսուցիչները։ Ընդ որում ողջ ուսուցչական կազմը գյուղից է։ Շնորհալի երեխաները շատ են դպրոցում։ Ներկայացնելով իր դասարանը, ասում է ուսուցչուհի Գոհար Մկրտչյանը։ «1988 թվականի երկրաշարժի ժամանակ շենքը որոշակի վնասներ է կրում, դառնում է 3-րդ կարգի վթարային։ 2003-4 թվականներին պետական միջոցներով 3 մասնաշենքերում կատարվում են ամրացումներ, մասնակիորեն ենթարկվում են վերանորոգումների։ Դպրոցի մեկ մասնաշենքը, որտեղ այժմ տարրական դասարանների աշակերտներն են դասերանում, չի վերանորոգվել ընդհանրապես, իրազեկում է տնօրենը։ Թեթևակի նորոգումներ են տարվել դպրոցի միջոցներով եւ ծնողների օժանդակությամբ։ Դպրոցն այսօր վերանորոգման խիստ անհրաժեշտություն ունի։ Ահա այսպիսին է պատկերը ներսի կողմից, պատերը խունացած, հատակի մանրատախտակը քանդված, տեսքը անհրապույր։ Առաջին հերթին պետք է փոխվեն տանիքը, որպեսզի կաթոցներից ազատվենք եւ պատուհանները, որովհետեւ գյուղը բարձր լեռնային գոտում է գտնվում ու գրեթե 5-6 ամիս ցուրտ է լինում։ Հին պատուհանները բոլորովին տաքություն չեն պահում։ Դպրոցը գազաֆիկացված չէ, դասարանները տաքացվում են հեղուկ վառելիքով կամ էլեկտրասալիկներով։ Մի քանի անգամ նամակներ են գրվել եւ մարզպետարան եւ կառավարություն, սակայն առայժմ ոչ մի դրական պատասխան։ Հետևաբար եւ որևէ ծրագրում չի ներառվել դպրոցի նորոգման հարցը։ Արցախյան ազատամարտին Փոքր Մանթաշից մոտ 200 տղաներ են մասնակցել։ Նրանցից 2-ը զոհվել են մարտադաշտում։ Դպրոցում գործում են սպորտային խմբակներ՝ ֆուտբոլ, բռնցքամարտ, շախմատ։ Շախմատի պարապմունքներին երեխաները բավական սիրով են հաճախում, ասում է տնօրենը, ով եւ անցկացնում է պարապմունքները։ Ունենք հաջողություններ։ Իսկ սա բռնցքամարտի խումբն է։ Խմբակը ստեղծվել է Իշխան Հակոբյանի կազմակերպչական աշխատանքների եւ Շիրազ Մաթեոսյանի ֆինանսական աջակցության շնորհիվ։ Թեև 10 ամիս է որ մարզվում են, սակայն Փոքր Մանթաշցի փոքրիկ մարզիկները արդեն լուրջ հաջողություններ են գրանցել մարզային առաջնություններում։ Գրավել ենք առաջին, երկրորդ տեղեր, բերել ենք 8 մեդալներ, որից 2-ը ոսկե, հպարտանում է մարզիչը։ Մեկ անգամ մեր դպրոցը մարզային գավաթակիր է դարձել։ Մարզիկներից մեկը մասնակից է դարձել նաև հանրապետական առաջնությանը։ Դպրոցում արդեն 3-րդ տարին է ինչ գործում է Արմինա պարային համույթը։ Այն գյուղի բոլոր միջոցառումների ուրախությունն ու զարթն է։ Համույթը մենահամերգներով հանդես է եկել Դիլիջանում, Արթիկում, Երևանում, արժանացել է գովեստի եւ ստացել է պատվոգրեր։ 2013 թվականին Արմինա համույթը Վրաստանում մասնակցել է միջազգային փառատոնին եւ գրավել առաջին տեղ։ Ահա այսպիսին է Փոքր Մանթաշ գյուղը իր անցյալի պատմությամբ, ներկայով, իր հոգս հարցերով ու ծրագրերով։